Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարև ձեզ հարգելի ընկերներ, մի քանի հետաքրքիր բացահայտումներ եմ նախապատրաստել ձեր համար եւ միասին կքննարկենք շատ կարևոր հարցեր, որոնք անպատասխան չենք թողելու այլևս։ 2-3 րոպե սպասենք, որպեսզի մեր ընկերները միանան ուղիղ եթերին եւ շարունակենք։ Շատ լավ, բարև ձեզ հարգելի ընկերներ, այսօր ես ուզում եմ անդրադարձ կատարեմ նախկին ոստիկան եւ հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից հանդիսացող Կոչուբաևին, ով 2018 թվականին ասում էր, որ 2018 թվականի հեղափոխությունը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի քաղաքակրթության եւ զարգացման թռիչքաձև աճի եւ նաեւ սա բացահայտ աղբյուրներից վերցված տեղեկություն է, ապացույցները կտրամադրեմ ձեզ ուղիղ եթերից հետո։ Մենք չունենք սովորություն կարծիքներ հայտնելու եւ մեր կարծիքները, որոնք լսել ենք երթուղայինների մեջ կամ տաքսիների մեջ կամ հայետի բեսեդ կեքում, ներկայացնել որպես քաղաքագիտական վերլուծություն։ Հիմա ըստ էության, եթե պատերազմի կանոններն ըստ նայում, էլիտար զորքերը, երբ որ ձախողվում են, առաջ են մղվում նորակոչիկները, ինչպես մենք կարող ենք տեսնել TV5-ի եթերում, ոչ կոմպետենտ քաղաքական առումով թեզերի շրջանառություն, բայց հերթով, միասին սկսենք վերլուծել։ Ըստ էության TV5-ի եթերում հնչում էր հետևյալ քաղաքական վերլուծությունը, վկայակոչելով 2021 թվականի Նիկոլի հետ գնացած ընտրությունների, պարոն Կոչուբաևը ասում է, որ ինչ-որ տրամաչափերի մասին է խոսում։ Նախ սկսենք նրանից, որ սա առաջի նախադեպն է ներքաղաքական զարգացումների մեջ, որ մենք տեսնում ենք, որ ինչ-որ մարդ իրավունք է վերապահում նախագահներին համեմատական նախագահների վերաբերել համեմատական անցկացնելու հանրապետականների եւ առհասարակ Սերժ Սարգսյանի թիմակիցները նման բան իրենց թույլ չեն տվել եւ եթե դուք խոսում եք ինչ-որ պետական մտածողությունների մասին, ինչ-որ պահպանողական կուսակցության եւ այլ գաղափարախոսության մասին, զարմանալի է եւ զավեշտալի է առհասարակ, որ դուք ձեզ թույլ եք տալիս եւ այդ եթեր եք տալիս ինչ-որ տրամաչափերի մասին համեմատականները։ Ըստ էության Կոչուբաևը վերլուծություն է արել եւ այդ վերլուծությամբ եկել է այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը եւ տրամաչափը առնվազն 2 անգամ գերազանցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կշիռին եւ քաղաքական տրամաչափին ըստ Կոչուբաևի։ Ինչու՞, որովհետեւ Կոչուբաևը վկայակոչում է 2021 թվականի ընտրությունները որպես տրամաչափի, քաղաքական տրամաչափի եւ քաղաքական կշռի չափման միավոր եւ ըստ Կոչուբաևի չափման միավորի Նիկոլ Փաշինյանը 2.5 անգամ ավելի մեծ տրամաչափ ունի քաղաքական առումով, քան երկրորդ նախագահան։ Դա Կոչուբաևի գաղափարները, որոնք իմիջիայլոց TV5-ի եթերում են, շրջանառվում։ Շարունակելով այս քննարկումը տրամաչափերի մասին, որի մեջ որ
ես բացառապես չէի ուզում մենք մտնեինք, բայց որոշ առումով մեր հայրենակիցների համար կհիշեցնեմ մի քանի բան, հա։ Տեսեք, նախ լավագույնս այդ քննարկումները բացատրում է սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին կարծիք հայտնել է, ասում է, որ անուրանալի է Սերժ Սարգսյանի դերը Հայաստանի եւ Արցախի պաշտպանության գործում եւ Ուտվիրժդայու ստորագրությունը Շուշիի ազատագրման օպերացիայի տակ հարսանիք լեռներում Սերժ Սարգսյանի ստորագրությունն էր այդտեղ եւ դա ընտրությունների պատկեր չէր, այլ ազգային ազատագրական պայքարի եւ հող ազատագրելու պատկեր։ Հիմա վերադառնանք հանրապետականներին, որոնց մասին որ դուք այդքան շատ խոսում եք, հա, եկեք 98 թվից գանք։ Նախ 98 թվին, եթե Սերժ Սարգսյանի եւ Վազգեն Սարգսյանի աջակցությունը չլիներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչ արդյունքներ նա ունենար ընտրությունների ժամանակ։ Եթե ձեր մատնանշած ամբողջությամբ կեղծ թեզերը այս հարցի շուրջ, որոնք ես ուզում եմ բարձրաձայնեմ, հա, հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2003 թվականին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2003 թվականին եղել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետը։ Վերադառնալով հանրապետականների հետ այս հանրապետականին ինչ-որ անհարկի քննադատությունների մասով, ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին վարչապետ էր ՀՀԿ հիմնադիրներից, ՀՀԿ այդ ժամանակվա ղեկավար Անդրանիկ Մարգարյանը եւ անվտանգության պատասխանատուներ երկրի, որպես ներքին գործերի նախարար, որպես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Կարող եք գնալ նայել թերթերը եւ տեսնել տնտեսության եւ անվտանգության վերաբերյալ մեր երկրի առաջ խաղացման հարցերում ում անունն էր շրջանառվում այդ ժամանակահատվածում։ Դուք ուզում եք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ այդ սաղ կառավարության ընթացքը տարել է առաջ, մոռանում եք բոլոր գործընթացները, որոնք որ արվել են, դուք մենք չենք գիտեք ինչ կա, ես որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ ասում, մենք որևէ շրջանակում, որևէ քննարկման մեջ երբևիցե չենք ասել, չենք ասում եւ չենք ասի եւ չունենք ցանկություն որևէ ձև փոխկապակցված լինել երկրորդ նախագահի թիմի հետ։ Որևէ ձև։ Մենք առանձին կուսակցություն ենք, նորից եմ ասում, մենք պահպանողական կուսակցություն ենք Հայաստանի Հանրապետությունում, առաջի գրանցված կուսակցությունն է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ մենք մեր գործով ենք ապացուցում եւ նախագահի քայլերով ենք ապացուցում մեր հայրենասիրությունը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքները վկայակոչելով։ Պահպանողական կուսակցության մասին եք խոսում նաեւ, պահպանողական կուսակցությունը պետք է իմանա, որ իր համար առաջնայինը ընտրական արդյունքները չեն, ընտրարշավը չի եւ էլեկտորալ գնահատականը չի պահպանողական լինելու եւ երկրի հանդեպ սեր ունենալու մասով։ Այս կոնտեքստում նաեւ ձեզ ուզում եմ հիշեցնել եւ զարմանք հայտնեմ, հա, բյուջեի մասին կեղծ տեղեկություններին, Կոչուբայևը ստում է այս հարցում, որ ասում է երրորդ նախագահան 3 միլիարդ դոլարով վերցրել է բյուջեն, 3 միլիարդ դոլարով հետ հանձնել է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բյուջեն վերցրել է 2.4 միլիարդ դոլարով 2008 թվականին, որ 2008-ից 2018 թվականը հաղթահարել է դիվերսիաներ եւ 2016 թվականին քարորիա պատերազմ հաղթահարել է եւ 2018 թվականին բյուջեն հանձնել է 3 միլիարդ դոլարով, այսինքն առնվազն 600 միլիոն դոլար ավել բյուջեով եւ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ։ ԵԱՏՄ-ի անդամակցությունը մեր երկրին բերել է ֆինանսատնտեսական զարգացման հնարավորություն, որը մինչեւ այդ մենք այս չափերի չենք ունեցել եւ այսօր 80% արտահանումը իրականացվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնքած պայմանագրի հիման վրա։
Եվ էլ չեմ ասում, որ այս ամեն ինչի մեջ չի մտնում Իսկանդերը, տոչկը ուն, 50,000 տոննա ռազմական օժանդակությունը, որ մենք ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից 400 միլիոն դոլարի պայմանավորվածությունը, զենքի եւ զինամթերքի եւ այլն։ Հիմա անցնենք առաջ հաջորդ մարտի 1-ի մասով։ Իհարկե ես իրավաբան չեմ, ես քաղաքական գնահատականներ կտամ եւ մեր հայրենակիցներն ուղղակի կբացատրեմ, որ խաբեությունների չտրվեն, էլի հասկանում եք, նախ հարցը առաջանում չէ, սրա մասին վերջում կխոսենք, թե ոնց է ալնում, որ 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը մերժած բոլոր մարդիկ հայտնվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում։ Ոնց է տենց ստացվում էր, մասնավորապես Թևանյան Անդրանիկը եւ շատ մարդիկ, նաեւ ես չէի էլ իմանում, նաեւ իմացանք, որ այս իրավաբանով, այսօր նախկին ոստիկանով, այսօր իրավաբանը եւ համարում է իրեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակից։ Մարտի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը նաեւ միջազգային գործընկերների հետ այնպես է եղել, որ երկրի իշխանությունը պատեհ առիթ է համարել իրավիճակը ուղղելու համաներմամբ եւ համաներվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, պետք չի մարդկանց սուտ կեղծիքներ ներկայացնել, համաներվել է առնվազն հարյուրավոր մարդիկ, եթե ոչ հազար, հարյուրավոր մարդիկ համաներում են ստացել, այդ թվում այո, Նիկոլ Փաշինյանը, այդ թվում քաղաքական որոշում է եղել, նորից եմ կրկնում, որը Հայաստանի Հանրապետության օգտին է եղել, որովհետև միջազգային գործընկերների եւ այլ հարթակների մեջ ձևավորվող ուժեղ Հայաստանը այդ ժամանակահատվածում, որովհետև մենք ունեինք նաեւ համանախագահ երկրներ Մինսկի խմբի, որոնք արևմտյան ուժերի ներկայացուցիչներ են, որոնց համար շատ լավ մենք ճիշտ քայլ ենք այդ ժամանակ արել, որ գնացել ենք համաներման եւ համերաշխության կոչ են արել ներքաղաքական այս իրավիճակում։ Շարունակելով այս քննարկումը, ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հարցի։ Տեսեք, որ դուք ասում եք 2008 թվականից ի վեր կամ առհասարակ ինչ է արել Սերժ Սարգսյանը մեր համար, այսինքն վկայակոչելով մասնավորապես երկրորդ նախագահին կամ մի թիմին, հա։ Նախ ամենակարևորը մենք sense բաների այս թեմաների մեջ չենք մտել կամ չենք մտնում, ամոթ է մեր համար, որ ինչ որ մենք հիշատակումներ անենք, թե ով ոնց մենք գիտեք ինչ կա, ամենակարևոր զարմանքը, ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, թե մեր մոտ հարցեր է առաջանում, թե ուր էիք դուք այն ժամանակ, երբ որ ոստիկան էիք աշխատում, այդ ժամանակ ինչ ես կարծիքները չէիք հայտնում, այդ իշխանության ոստիկանն էիք, հա, ձեր ընկերները, ովքեր որ եղել են հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, եթե ձեր հետ համամիտ են։ Ինչի այդ ժամանակ հանրապետական կուսակցության ներսում իրանց ընկերներին չեն ասել կամ մեր հետ կապ ունեցող մարդիկ, հա, Թևանյան Անդրանիկը, որը գալիս էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դռան տակ 2 ժամ հերթ էր կանգնում, որ մտներ հանդիպման հետ։ Այդ ժամանակ ինչի չէիք ասում այս կարծիքները մեզ, ինչի բացահայտ չէիք ասում։ Բայց սա մեր համար շատ լավ առիթ է, որպեսզի մենք մեր հանրությանը ներկայացնենք այն մարդկանց, նաև ովքեր որ շատ զարմանալիորեն նշում եմ հիմա, որ երրորդ մարդն է, ում անդրադառնում եմ ի պատասխան, որևէ հանրապետականի չեք կարող գտնել, որ նախագահ Քոչարյանի ասուլիսից հետո որևէ կարծիք է հայտնել անգամ։ Դա կեղծ թեզ է, որը շրջանառվում է, կեղծ թեզ է, որ մենք ուզեցել ենք նմանվենք կամ միավորվենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ կեղծ թեզ է, որ մենք ինչ որ ատելության խոսք ենք տարածել, եթե նայեք հանրապետականներին մինչև հիմա մենք հարգալից ենք խոսում բոլոր նախագահների, 3 նախագահների հասցեին առհասարակ որպես պետության գաղափարը կիսող, պետականամետ, պետության արժեքը հասկացող մարդիկ։ Վերադառնանք, խոսենք ըստ էության, հա, դուք որ նստած էիք այդ տաղավարում, մամուլին չեմ թիրախավորում, ամենայն անկեղծությամբ եմ ասում, իրանք գիտեն, ուղղակի
պրոֆեսիոնալիզմի առումով ցավում եմ, որ որոշ մամուլներ կարող են կամ TV-ներ կարող են նմանվել գործիքների, որոնք օգտագործվել են մեր դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև տեսեք իրականություններ կան, չեն համապատասխանում իրականության էլի։ Հիմա օրինակ 3 միլիարդը ու 2.4 միլիարդը նույն բանն է։ Ու դες լիքը բաներ էլի, որ հիմա ձեզ ասում եմ, լավ, այդ ընդհանուր չի ասվում, որ այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարարի, լիքը բաներ կա, որ փակագծեր կա, որ մենք դեռ չենք բացում, որովհետև պատեհ չենք համարում այս քննարկումներին, ներքին քննարկումների վերածել, հասկանում եք, քաղաքական գնահատականներ, մենք քաղաքական գնահատականներ ենք տալի։ TV5-ը առհասարակ որտեղից գոյություն ունի եւ որտեղից ձեր մոտ, ձեր տիրապետության տակ TV5-ը 1 եւ երկրորդ, եթե 2018 թվականին TV5-ի եթերում ասվում է, որ մենք ենք բերել Նիկոլ Փաշինյանին եւ այլն, դուք հանրապետականի շենքում անվճար հիմունքներով ինչի էիք նստում 2018 թվականի իշխանապողությունից հետո եւ Պարոն Կոչուբաևին եմ ուզում հարց տամ, որ եթե դուք ողջունել եք 2018 թվականի հեղափոխությունը, հիմա այլ որտեղ եք մանգալի դուք մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին բերողի ծիծաղ առաջացնում այս քննարկումը այն մարդկանցից լսել, ովքեր որ փողոցում գործողություններ են կամ ավելի զավեշտալի է, որ ոստիկանական համակարգի ներկայացուցիչը փաստացի այսօր խոսում է մարտի 1-ից, սահմանադրական բարեփոխումներից եւ այլնից քաղաքական գնահատականներ է տալի, որը աղերս չունենալով քաղաքականության հետ, հա։ Ձեր քաղաքական գնահատականի արդյունքում ես նոր ամենասկզբից ասացի, հիմա եւս մեկ անգամ եմ ասում, ձեր քաղաքական գնահատականի արդյունքում, որը հնչել է TV5-ի ուրեմն տաղավարից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զիջում է քաղաքական դրամաչափով եւ կշիռով Նիկոլին, ով 2021 թվականի ընտրություններին հաղթել է, որտեղ դուք տենց եք ասում, որի հետ այդ գնահատականի հետ ես համաձայն չեմ եւ իմ համար պահպանողական մոտեցումները, ազգային արժեքները, ազգ հայրենիք պետություն գաղափարախոսությունը ընտրությունների մեջ չի թաքնված կամ ընտրություններով չի պայմանավորված։ Բայց ինչևից է, ըստ ձեզ 2018 թվականը նախատեսված էր դեռ 2008 թվականից եւ այլն։ Հիմա հարց եմ, եկեք պարզեցնենք քննարկումը եւ կոնկրետ հարցեր տանք, էլի։ 10 տարի աշխատել եք Սերժ Սարգսյանի դեմ։ Ամեն ինչ արել եք, պրոքսի ուժեր եք ստեղծել, կուսակցություններ եք ստեղծել, ֆինանսավորել եք, TV-ն անդրանիկներ եւ այլ 7 թորեյեմներ, ամեն ինչ արել եք Սերժ Սարգսյանի դեմ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ 2018 թվականին անմիջական մասնակցություն եք ունեցել, անմիջական սատարում եք տվել։ Հրաժարականը ինչ եք ուզում հիմա, չեմ հասկանում։ Այսինքն ուզում եք ասեք, որ դուք մեղավոր չեք ոչ մի բանում, ինչպես որ ուզում եք ինչ եք ուզում ասեք, էլի։ Դուք չեք ամեն ինչ արել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար։ Փաստորեն նաև ոստիկանական համակարգումները խոսայիք էլի այդ վաղտ։ Խոսայիք։ Այս կարծիքները այդ ժամանակ հայտնի էիք, բախի չէիք հայտնում, ինչով է պայմանավորված։ Որն է այլ պարտավորությունը, պարոն Աղվան Վարդանյանը ասաց, կամ այլ կախվածությունները, որն է ձեր այլ կախվածությունը այսօր։ Բա այն վաղտ ասեիք, բա որ փողոցում էինք իրար դուրս գալ, այդ վաղտ ասեիք, որ սենց վերաբերմունք ունեք, մենք այն ժամանակվանից է հասկանայինք, ասենք մենք ձեր հետ ճանապարհ չունենք գնալու ուրեմն միասին։ Կամ քաղաքական բովանդակությունը որտեղ է պահկված ձեր քննարկումների կամ քննադատությունների, բայց ըստ էության դուք խոսում եք կարծիքներ եք հայտնում եւ ձեր հայտնած կարծիքները TV-ները կամ ձեր Telegram-յան ալիքները որպես իրականություն են լուսաբանում եւ ժողովրդին փորձում եք դες խափեք։ Այդ է 2008-ից 2018 թիվը մեր դեմ եք աշխատել, ՀՀԿ-ի դեմ եք աշխատել, այսօր էլ ասում եք, որ մինչեւ 2008 թիվը միայնակ է կառավարել երկրորդ նախագահան։ Այսինքն հանրապետականների քաղաքական ներգրավվածությունը նախարարների
վարչապետների, պաշտպանության նախարարի տեսքով, որպես քաղաքական կուսակցություն 2003 թվականին նաև Սերժ Սարգսյանի շտաբի պետ լինելը եւ այլ օժանդակությունները ում են արել, այսինքն դրանք թող ժամանակագրական տվյալներ են փաստաթղթավորված, հեսա կարծիքներ չեն։ Տեսեք, ըստ իրանց 30 երկրում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները իրականացվել են այդ երկրի ղեկավարների կողմից։ Սորոսի գրասենյակը իրականացրել է 30 երկրում գունավոր հեղափոխություն։ Ըստ ձեզ դա անհնար է եւ այդ բոլոր երկրի ղեկավարները իրանց մերժել են։ Ձեր լոգիկան ըստ ոչ միայն այս մարդու, այլ ընդհանրապես իրանց լոգիկան կայանում է դրանում։ Հիմա մի քանի բառ խոսենք 2018 թվականի մասին, շատ կարճ, 1000 անգամ խոսացել ենք, բայց 1001-րդ անգամ էլ ոնց որ պետք։ Ուրեմն ապրիլի 23-ի հրաժարականի ընթացքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկում է ունեցել Կարեն Կարապետյանի կողմից։ Շատ հարգելի եւ նորմալ լավ մարդու ես իր նկատմամբ ունեմ հարգանք եւ որևէ բանում նրան չեմ փորձում մեղադրեմ եւ մենք առհասարակ մեր խոսույթի մեջ չենք փորձում մեղադրենք, մենք ուղղակի բացահայտում ենք իրականությունը, որը որ փորձում են խաբել եւ գցել մեր ջեբը։ Մենք դա թույլ չենք տալու։ Հիմա տեսեք։ Ապրիլի 28-ին Կարեն Կարապետյանը հրաժարվեց առաջադրվել վարչապետի պաշտոնում եւ բայց մայիսի 1-ին մենք չենք ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ, հա։ Նախ երկու հարց։ Հարց համար առաջին։ Դուք հնարավորություն ունեք եւ ձեր շփումների եւ կամքի արդյունքում է նաեւ եղել, որ Կարեն Կարապետյանը եկել է վարչապետը դառել եւ այլն։ Ընդունում ենք։ Ինչու Կարեն Կարապետյանին չասեցիք, որ նա հրաժարվի, ոնց որ դե հիմա ասում եք արդեն բանից անցել էր, Կարենը չէր կարող ինչ որ բաներ եւ այլն։ Հիմա պարոն Կարապետյանին ինչի չասեցիք, որ մի առաջադրվի հրապարակային նաեւ։ Հրապարակային ինչու սատարեցին տարբեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեցող մարդիկ, ինչի սատարեցին Նիկոլ Փաշինյանին, նաև պարոն Կոչուբաևը եւ ինչու չառաջադրեցին այլ տեխնացու։ Այդ հնարավորությունը երբ թող ասեն մենք առաջարկում ենք, որ լինի Վալոդը մեր տեխնացուն ուրեմն։ Ինչու դա չեն արել իրանք։ Հարց առաջանում, չէ՞։ Հիմա տեսեք, ըստ էության մենք արդեն հոգնել ենք նույն բաները պատասխանելուց։ Անընդհատ չի կարելի նույն բանի մասին խոսալ, ստանալ նույն պատասխանը նույն մարդկանց կողմից, ովքեր 2018 թվականին բերել են Նիկոլ Փաշինյանը, չեմ հասկանում, ուրիշ մարդ չկա խոսացող, որ կաջակցի երկրորդ նախագահին, ով որ 2018 թվականին չի մասնակցել հեղափոխությանը։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ չեն մասնակցել ու մենք իրար հետ նաև փողոցային գործընթացների ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել ենք եւ այլն, բայց ոնց է ստացվում էլի, որ սա մեզ մերժածները 18 թվին այսօր հայտնվել են երկրորդ նախագահի թիմում։ Ոնց է դրանց բան ստացվում։ Այդ խիտ են եղավ էլի։ Այդ հարցը դուք ինքներդ ձեզ տվեք եւ եկեք ֆիքսենք, որ քաղաքական խոսույթը սպառվել է եւ արդեն սպասենք երևի խանութների կամ ինչ որ այլ ինչ ունեն մենեջերների կամ խանութ-բաների կարծիքները լսելուն սպասենք, որ հասկանանք իրանց անդրադառնանք թե չանդրադառնանք, որովհետեւ այս մարդիկ, ովքեր որ զբաղվում են իրավաբանությամբ, ոչ քաղաքական գնահատականներ են տալի, որոնց պատասխանները տվել ենք ու նաև պատասխաններ ենք ակնկալել, որոնք չեն տրվել շատ ավելի բարձր էշելոնի կողմից, քան իրանք են։ Այսքանը, հարգելի հայրենակիցներ, ուզում եի ձեր հետ մի քանի կարևոր բան քննարկել եւ բացահայտել որոշակի հատվածներ, կհանդիպենք։